Պարոն Փոսյան, երբ որ ինքը ձերբակալեց Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, ուզում էր վաղ տարածել, թե ուղղակի այսպես պարարտ հողեր ստեղծում հարձակվելու համար հայ-առաքելական եկեղեցու վրա։ Ինքը ձերբակալելով Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Արշակ Սրբազանին առանձին հարցում է։ Դա գլոբալ եկեղեցու դեմ պատերազմի շրջանակում։ Այսինքն ամենաուժեղ Սրբազաններին, ամենաազդեցիկ, հա, ամենաայսպես։ Միանշանակ ինքը փաստացի գնում է եկեղեցին կոտրելու ճանապարհով։ Ու գտելա այսինքն ինքը վաղ ուներ պարոն Փոսյան, որ տեսեք Միքայել Սրբազանը ավելի հախուռ է, նաև քաղաքական հայտարարություններ էր անում, Բագրատ Սրբազանը կոնկրետ process-ներ տարա, բայց Արշակ Սրբազանը գոնե հանրային այդ բաները չկար, բացառություն որ վերջում ինչու նաև Արշակ Սրբազանը ազդեցիկ էր, որովհետև տեսեք պետք է լիներ ժողով դեկտեմբերի 10-ից 12-ին ժողով լիներ, իսկ Արշակ Սրբազանը փաստացի բանն է Էշմիածնի դիվանապետն է փաստացի կարելի ասել ինքը գործադիր համակարգի ղեկավարն է առանց իրան ձերբակալելու չէր կարող կազմակերպել այդ process-ը դրա համար Արշակին ձերբակալեցին ավելին կարամ ասեմ այս մարդը ոչ մի կարմիր գիծ չունի իր կաշին փրկելու համար ինքը ոչ մի կարմիր գիծ չունի ինքը Երևանն է կծախի ինքը Հայաստանը ինքը պատրաստ է ամեն ինչը վաճառելու դուք չեք պատկերացնում թե ինչեր է պայմանավորվել Թուրքիայի եւ Ադրբեջանի դուք երևակայություն չունեք թե ինչ են քննարկում հիմա իրանց վերլուծական հարթակներ եւ ինչ մակարդակի պայմանավորություններ ձեռք բերել Փաշինյանը այդ շրջանակների հետ եւ այն մարդիկ ովքեր որ Փաշինյանի կողքն են եւ բազմաթիվ ինֆորմացիաների չեն տիրապետում վաղը մյուս օրը չեն կանալու ասեն որ մենք չգիտեինք դրա մասին եւ պատասխանատվություն չենք կրելու չարաչար սխալվում եք հանցագործության աստիճանը այնքան մեծ է որ ես ուզում եմ բանը դա ուղղված լինի նաև դատավորներին դատախազներին դուք պետք է լավ պատկերացնեք հետևանքները դեռ շատ մեծ ծանրալին են որտեղ նույնիսկ իշխանափոխությունից հետո անցումային արդարության համակարգն է աշխատելու եւ ստեղ լրիվ ուրիշ մեթոդներ են աշխատելու արդեն որտեղ հնարավոր չի պատասխանատվություն փախչել եւ բանանել որտեղ այս բանը խնդիրը դա միայն քաղաքական խնդիր չի սա Հայաստանի լինել չլինելու խնդիրն է Պարոն Փոսյան ես կուզենայի նաեւ առանձին խոսեիք 10 սրբազանների մասին եւ ձեր խոսքը ուղղեք եւ իրենց վարքագիծ իրենց կեցվածքը չնայած սրբազանները կոնկրետ բնութագրեցին որոնք տիրադավներ են եւ բանդայի հետ գործ ունեն երեք սրբազանների հայտարարությանը վստահ եմ որ ծանոթ եք ինչ է պատեհապաշտություն է ագահություն է վախկոտություն է կոմպրոմատ է թե ուղղակի տականքակույտ հուդաներ են ստորակարժ որ այսօր է 10 սրբազանները թիկունքից հարվածում են Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն հայ-առաքելական եկեղեցին ես այդ հարցին պատասխանեմ սենց որպեսզի մի քիչ ավելի կարող է պատահի միանշանակ չեն կարող ձայն ես հուդաների բանը դիր թող մի քիչ ցածր ձայնով այնտեղ կան սրիկաներ այնտեղ կան թալանչիներ այս տականքների մասին է եւ այնտեղ կան մարդիկ ովքեր որ ճնշմանը չեն կարողացել դիմակայել եւ ես կուզեի որ այնուամենայնիվ այն մարդիկ ովքեր որ ճնշմանը չեն դիմակայել ի վերջո փոխեն նույնիսկ սրիկաներին չի վերաբերում իթե վեհապարները թողել իր հայտարարության ես ճիշտ եմ համարում որտեղ դե կան չեմ ուզում անուններ տամ կան մարդիկ ովքեր որ կարող են հետ վերադառնալ ես դա կոչ եմ անում դուք հետ վերադարձեք որովհետեւ սա վեհապարի խնդիր չի սա եկեղեցու խնդիր է Հայաստանի դեր ժամանակայից կա այնտեղ կա վերջացած սրիկա դա ես դա բոլորս գիտենք թե ում Կճոյանը Գևորգը կան թալանչիներ հա եւ նույնիսկ կան մարդիկ ովքեր որ կարող են հետ վերադառնալ եւ մենք պետք է ամեն ինչ անենք որ այնուամենայնիվ մենք այդ մարդկանց ովքեր որ վերադառնալու տեղ ունեն տեղ թողնենք նրանք վերադառնան սրիկային բնականաբար սրիկաները պետք է մաքրվեն տեղ չունեն նրանք լյուստրացիայի շուտ բանից պետք է ենթարկվեին չեմ ուզում դրա անունը տամ բավարշե խոսքը Կճոյանի մասին չի դեպ ասեն Կճոյանը դա այսպես ասած այն երկրորդ շերտի մասն է դա գիտենք ում մասին է խոսքը ում սրիկանով է Գևորգի մասին է խոսքը որ վերցրել է Վազգենի Գևորգի մասին Վազգենի այո ամենամեծ սրիկանն է դա ինքն է կոորդինացնում այդ ամեն ինչը եւ ինքը փաստացի Հայաստանի պետականության դեմ գործելու համար պատասխանատվության պետք է կանգնի իշխանափոխությունից հետո միանշանակ եմ ասում մնացածները այս կամ այն կամ թուլամորտներ են մարդ չեն դրանք ինչ են ես դրանց մասին չեմ ուզում խոսեմ դրանք արդեն բայց մի հատ էլ ինքն առաջարկան մասնա թող վեհապարը գա իր դուրը վրա հանգստի գա ժամանակը հաթել իր դրան տես նույնիսկ կգն այդ
այդ տիպի մարդիկ ի վերջո պետք է պատասխան տան այս պետության առաջ, ժողովրդի առաջ, այն 4000 զոհված երեխաների առաջ, այն 120,000 արցախցիների առաջ, բոլորի առաջ իրանք պետք է պատասխան տան։ Իրանք չեն պատկերացնում։ Իրանք չեմ ուզում արդեն երկարացնեմ, բայց խոսքով անցնենք առաջ։ Շատ լավ։